ես ասում։ Կարա։ Ժողովրդում բարելով բանցեք հարիլու ես բայն մեր իմ մոտ 5 երեխա Աննան վերև, 5-ը ներքև, առավոտ 9 կողմերն է ինչ են կարող կողմիջի փոխարեն ապի բուդի սարքենք ուզեք չէ? Ադի բուդի Ճամփի մարել կուզեք Աղակ նամարն Այսքանը հերիք չի ազիս չան Հա, ուրեմն գնար Ես եմ բարի Եթե տենց ես գտնում գնար Աղա դնենք տականա Երեք շատ հավեսով ժամանակ ենք անցկացրել, իրիկունը նստել, հարցը օրինակի համար խորոված անելը չէր, հարցը, որ երեխեքը էլի քաղաքից քաղաք են եկել, բայց տարբերությունը նայա, որ կր չէ էլի, այն ինչ որ ստեղ ենք գնում ֆրֆռում, ամեն տեղ իրա հետաքրքրությունն ու տարբերությունը ունի, ուստեղ երբ ուզենք, ինչքան ուզենք, որ ժամին ուզենք, մեր կրակը կվառենք, ընդեղ իրանք գնում այն փափքաստում, իրանք բաներն անում, բայց ընկերովի ամեն ինչն է ասել, որ հետաքրքիր, հա, լավ, ու մի Մեր այսքան խորովածների 2 օրվա հյուր էին, ուրիշ տեղ ունեն գնալու, ես ինձ ենքան լավ զգացի, որ իրանք մեզ էլ հաշվի առան, բարեկամությունը չեն կորցնում, սիրելի հետևորդներ ջան, վեր ենք ենում, նորից եմ ասում 5 երեխի հետ, շատ հեշտ չի ճամփանգնելը, մի քանի ամսական, վերջը 2 տարեկան, մյուսները արդեն իրանց ումուդին են, բայց ամեն դեպքում դժվար չէ, քան թե ճամփանք մի գա, թե նույնպես տենա, ինքնին են, կարա իրա տանը, իրա գործը առաջ գցի կամ հանգիստ նստի Բայց ինքն էլ իմ նման բարեկամությունը սիրողությունով անձնավորություն է Այ թխկալ Այս եմ ստաններ Հիմա ամաններին ձեռի հետ սիքեմ իրիկունը եմ, որ չեմ արել, որովհետև ճիշտը որ ասեմ դրա կարիքը չզգացի սրույթ, բանց, տենցաններ ու սրանք են բաններ, որ առավոտներ միշտ տարբերություն անում ենք էլի տենց չի, տենց եղանակը հովա Սենց ծրտոտ չի, ասաց Քրիստինային, էտել էր մեր բախտից, սենց արևի տակին թլփած ու ես իմ ոնց տեստեն չգնացինք, հավեսով, հաճույքով, քաղաքային այգուցակ տվեցին, երեխեքը շատ հավանեցին, ինչի չէ, մենք էլ, Քրիստինեն էլ, ես էլ, Շատ հավեսով ժամանակ ենք երեք անցկացրել, իրիկուններ գնացի,
ուր գնացինք Վարդապլուր, ժողովուրդ մի չնաշխարիկ տեղ, մի ընտիր տեղ, աղբորուս հետ ենք խոսում, ասմա, հա, ես բահլե միլիոն հետ եմ տեղ գնացելու, լողացելու, այ Դավիթ ասնը, ես չէ, դիկավելով ասնը, այ քիադեքում չիներ պետք, ասնան ես ուրեմ բավ տենում եմ։ Վարորդները բացեցին։ Հա? Վարորդները բացեցին, չէր բացվում։ Իսկ ով ասավ, որ բացեք։ Դա որ Սեմը դուս կա, հմի դուք գնում։ Բայց հմի դուք գնում եք։ Հենց հմի եք տամից գնում։ Հավաքվում եք գնաք։ Չէ։ Բա էլխի եք բացել, Իրինա ջան։ Բա հետո ոնց խաղա երեխեն։ Հետո կփակ ինքը։ Դե չգիտեմ ինչ ուզում եք արեք։ Դե որ հետա։ Ահա, այս թողելնի ադիբուդին։ Այս հետ հավաք ենք։ Ռիսկ չէ բանում մենապով կոֆե խմեմ։ Ուզնան որ Քրիստինան էլ իչնի, ինքը տեն շատ կոֆե խմող չի։ Երեք կոֆե առա, խանութից ծառը։ Այս հատից տպան։ Ինչ կոֆե եմ արել։ Այ ես տիպի։ Այսա։ Սենց կոֆե։ Սառույցով, պաղպաղակով։ Այ տղել արդեն ադիբուդին թող կամացից ելնի ինչքան հետաքրքիր է, որ երեխեքի մեծամասնությունը սիրում են ադիբուդի փաստորեն երեք էլ ենք սարքել հավեսը ճտալա որպես նախաճաշ հասկանում ինչ եմ սարքում դիսեկտում կնստենք Ասեմ ինձ հավեսով բաց դնա էլ ասելու չի Այսօր իրանց ճանապարհ եմ էլի լավ էր որ եկա Հավեր համարյա չելուծվեց Ոնց հավեսով բացվում է էլ ասարեչ ասեք որ հավեսա չէ աղմիկից շատ եմ արել ոնց հաստացա երեխեքը աղի են սիրում
դեռ բացվելու տեղ ունի։ Մի փոքր բան էի լցրել ու հաճելի ձևով բացվում։ Թափվում թափահարեմ, որ չվոր, օպա։ Հիմա չմոռանամ ինչի համար եմ օրտնացվել անցնել նախաճաշը պատրաստելուն, գնաց։ Վերեմ դա չի ելել, հոմի ինչ եք ուզում ես։ Էլ նոր վաղտը, որ ծնվել էր, Ալեքսին եկել են ոտները, սենց մարզանք եմ անում, բանման, սրանք էլ այսահարված մտիկ են անում, թե ես էտ ինչ եմ անում, վայ, մեկ էլ են ծերավ քույր կանչեցին, քույրն ասավ սենց ոտերը վերեմ ենք, և արեք, որ երեխեն կարող է գազիկներ ունենա, բան, բա էլ տատի արդեն մի հատ հանգստացա, ես են չխպացնում եմ բաներ եմ անում, կոպիտ։ Մեր կոֆեն չի եփել, ոնց կամ ձերն ուրիշ կոֆե, մերն ուրիշ կոֆե։ Ուղարկես դեսք զանգ եմ։ Կուկուն ես։ Վարորդ աղջիկ եմ ասել, կոմսոմոլ կա, պիաներ կա, կերայինյա, ինչ ասենք ամոտ չի որ ասենք։ Հացավըտ տանը։ Հայլ, կարող եմ մի հատ սենց անում։ Էլ է գելեր է, մի քիչ միտո, չէ։ Հա։ Ահա, աղջիկ եմ ասել, բա հո չէ։ Մարդ պետք է ամեն ինչից իմանա։ Ահա, սիրելի հետևորդներ ջան։ Պականես, պակա։ Այ աստված ձեզ հետ լինի, հա։ Աստված ձեզ հետ լինի, ինչ ասեմ։ Ինչ լավ բանա, լավ բարեկամ ունենալը։ Այն որ ոչ լավից բացի մի հատ թթու խոսք էլ չի ասում կամ անում։ Սիրելի հետևորդներ ջան, ոնց տեսնում եք, հագուստս փոխել եմ, ես գցել եմ, որ լվացվի մի խոսքով ու ոնց են ասում, այս ձեռներս ոչ մի բան անել չի գալիս, կհիշեք, որ դեռ երբ էր ծով գնալուց առաջ էր, որ ասում էի վերևի լուսամուտներն եմ ուզում մաքրեմ, մի խոսքով էլի են գեներալնի ու բորկա կոչվածն եմ ուզում արածելնեմ, մտածում էի իրանց գնալուց հետո սենչուր կգամ անմիջապես ու ինչ-որ թե մի բան կանեմ, որ ճիշտն ասեմ, ոչ մի բան էլ հենց այս պահին չեմ ուզում անեմ, մի տեսակ հագուստս էլ ուզեցի փոխեմ, Ալեքս դու էդ ինչ ես այդտեղ քանդեմ, կտրամ, աբերտենամ էլի։ Չէ։ Տղես իր համար ինչ-որ ցեպա կտրամ, դզամ, ես չգիտեմ, ինչ անեմ։ Ցեպը։ Տենամ լավ։ Չէ, չջուղանամ։ Չեմ ջղայնանա։ Ու ցեպն է։ Բախ ես կտրեմ փչացնում ասիջան, են ինչը դեն գցեցի։ Բան չէ։ Դուր տենամ։ Աղջիկն եմ դրել։ Բախի վրից պոկեցիր, ափսուս չէ։ Ադե խանգարում է, ոչինչ։ Որն է խանգարում։ Աղջիկն է խանգարում։ Լաբերտենա։ Չէ։ Սիրուն ցեպ ուներ, կտրեց, ոչինչ առ։ Դե որ մյուս անգամ ինձ կասես, ուզում եմ մամա կասեմ, չէ։ Գնա զբաղվի, ինչ անում ես արա, բայց դրան ձեռիդ չտենամ։ Ինչև է, ժողովուրդ, այս ընթացքում գրառումներ եմ ստանում նամանավանդ խոհանոցային էջում, որ երևի նոր հետևորդներ են դենտեղ շատ միանում,
Քրիստինեն քու հարազատ քույրն է, արյունակից ունեմ մի հատ աղբեր, սիրելի հետևորդներ ջան, բայց ու գիտեք չէ, որ ինձ միշտ այդ հարցը հետաքրքիր ա եղել, տենաս որ ես քիր ունենամ, ինչ ձև կլինի, պարզ ա էլի, ինչ ձև կլինի, ճիշտ ա մի հորից ու մի մորից չենք, բայց հարազատ մարդու պես եմ իրան ընդունում շատ, մենք իրարից 10 տարով մեծ ու փոքր ենք, շատ բան ա մեզ իրար հետ կապում, սկսած մեր մանկությունից, սկսած իրացնվելուց ու մեծանալուց, ինչի եմ ասում շատ բան ա կապում, որովհետև ունեցել ենք մի հատ սենց կլոր, օղակ, պապական տուն, բայց նկատած կգնեք, ես միշտ ասել եմ տատիկս, հմիել եմ ասում, տատիկս շատ համեստ մարդ էր, շատ վերին աստիճանի, հանդարտ համեստ ծով էր, համբերության ծով էր ու դրան գումարածել հզոր մարդ էր, տեսեք մեկը մեկի հետ չհամընկնող թեմա եմ ուզում էլի բացեմ, բայց այնպես չի, որ սենց ուղղակի ասում եմ, սրա մեջ շատ իմաստ կա, Ինչի էր հանդարտ, համեստ, համբերատար, մենք 16-17 թոռ ենք տատու պապի տան համար, եղել ա որ հավաքվել ենք 7, 8, 9, այ այդքան թոռներով, ես երբեք չեմ հիշի, որ տատին կամ մեզ նկատողություն կաներ, պապը դե դրսի մարդ էր, անընդհատ բաղջեքամ, անընդհատ հողերում, մենք էլ էինք գնում իրիկ վահովի հետ, բայց պապին առավոտից իրիկուն բաղջեք քմեր ու ստեղ ես մի խոսք էլ եմ հիշում, կա չէ, մենք շատ ենք ասում, ես նենց սիրում եմ այդ խոսքը, Ալեքս մի հատ են բաներին բիսետքի թխվածքին նայի, հա ապեր, ես նենց սիրում եմ այդ խոսքը, որ ասում ա տղամարդը տան գլուխն ա, չէ, կինն էլ պարանոցը ու կնոջ դերը ավելի շատ ա, այսինքն գլուխը ոնց կուզի, կշարժի, դա շատ ճիշտ բան ա, հիմա իմ տատի օրինակով կարար չէ, ասենք նենց աներ, դե մեծ մարդիկ ու մահաճելի, 7-8 թոռ, ասած իմ մամային ասում ա, որ գտնեին, որ կնոջը հարմար լինի 60 տարեկանում երեխա բերի, այնա նենց կլներ, որ բերի, կա չէ տարիք, որ մինչև այդ տարիքն ես դու քեզ ֆիզիկապես առույգու պատրաստում մայրանալու, ծննդաբերելու ու վերջը ապրելու հանուն քո երեխայի Մի որ սենց մտքով հետ եմ գնում, շատ թեմաներ, իրավիճակներ, զրույցներ, սենց որ հիշում եմ, այո, իմ համեստ տատին շատ հզոր կին էր, ինքը խաղաղության աղավնի էր, մի հատ բարձր աղմուկը, այս սենց ցրում հանդարտացնում էր, ես չգիտեմ, ինքը ոչ մի վատ բան չէր սիրում, Ելնում էր, որ մենք սենց թոռներով հավաքվում էինք ու բանա, ասենք խոսքի խաղում էինք, են թվերին ինչ էինք խաղում, ձու, հալամոլա, ռեզին, մեկ էլ հալամոլա կամ ձու խաղալու վաղտ խոսքի գորգռում էինք, չէ, տատին ասում էր, բանա, խաղալուց էլ պետքա շնորհք ունենաս, խաղալուց էլ պետքա հիշես, որ դու աղջիկ ես, յուբկիդ փեշը չթրջի վերև, ընքան լավ բաներ էր ասում, այնքան լավ բաներ եմ հիշում ես իմ տատից ու պահի տակ, որ խոսքի Քրիստինեին, Արաքսին, ասենք սենց, որ հավաքվում ենք, միշտ գնում ենք, ինչքան էլ ուզում ասենց լավ զրուցում ենք, ուրախանում ենք բան, հասնում ենք մի կետի, որ ասենք երկուսիս աչքերն էլ արցունքոտվում ա, որովհետև
հիշում ենք այն ձևի մարդկանց, ովքեր միշտ այսենց գիրկները բաց ընդունել են ու միտեղ ես մտածում եմ, ասում եմ Աստված իմ, ոնց ալնեմ, որ սենց ալնեմ ու ինքս ինձ իմ պատասխանը հարցի գտնում եմ, այ տղա, ինքս ինձ իմ հարցի պատասխանը գտնում եմ, բա այդ ինչ ես անում, թափի, ու ինքս ինձ իմ հարցի պատասխանը գտնում եմ, ասում եմ, ախր ես հիշում եմ, որ գնում ենք տատու պապի մոտ, տատս Աստված վկա, եթե ես Աստված վկա, եթե ես մի բան ավել եմ ասում, անկեղծ ու մաքուր սրտով եմ ասում, այսպես տատս գիրկը բացում էր ու ասում էր, հլարի, արի, ենով եկավ, ենում թմպլոն եկավ, ու սենց ես է վազելով բան գնում էր, տենց տատին գրկում փաթաթվում, ու մի պահի տակ, սենց որ ուրախանում եմ իմ տուն գնում գալիս են, ասում եմ ինչքան հետաքրքիր մանկություն եմ ես ունեցել, տատու պապը իմ վրա լավ հետք են թողել ու ես չեմ հիշի, ասենք դե փոքրուց էլ թմփլ եմ եղել, բայց ոչ այս կարգի հիշում եմ, որ ամառային արձակուրդներին գնում էինք տատու պապի մոտ, մաման ասում էր, վերջը էլի ազատություն չտակ ձեզ սենց նենց, բայց ես ոչ մի անգամ չեմ հիշի, որ ես կամ որևիցե մեր տատու պապի տուն գնացած մի թոռ ձեռներս տանենք ինչ-որ բան վերցնենք, կամ տատն ասեր չի կարելի, կամ պապն ասեր չի կարելի, չկար նման բան, ու ինչքան լավ է, որ տենց ենք հիշում, հետո դե ամուսնացած ժամանակ տատիկս ստեղ էլ ա եկել, մենք էլ ենք Նիկայի հետ գնացել, ու Նիկան էլ ա իմ տատու պապին շատ հավանել, այն որ չգիտեմ, հմի Քրիստինեն էլ, որ սենց գալիս գնում ա, չէ, այդքան երեխեքի հետ, ասում եմ Աստված ջան, էս էլ ա էլի երևի թե Աստծու կողմի շնոր, որովհետև ոնց ասեմ, եթե մարդ երազում ա շատ երեխու մասին ու ունենում ա մի հատ Ալեքսի պես գանձ, Աստված իր երազանքը կիսատ չի, չէ, թողում, այս սենց գանձեր ա ուղարկում, թեկուզ 2 օրով, այն որ ուրախանում ես, լավ ես զգում, մի տեսակ ոնց որ տունը լցվում ա, հոգեկան աշխարհս հանդարտվում ա, ոնց ասեմ, երբեք չեմ ասի, վայ, սենց նենց, չէ, չկա նման բան, այ որ Քրիստինեն ամուսնացավ, մի տեսակ ես մտածում էի, էլի ասում էի, տենաս կլինի մեր շփումը, ոնց կլինի, ինչ կլինի, տո ավելի լավ եղավ, ավելի ինտիր եղավ, ես չեմ հիշում այն ժամանակ YouTube անում էի, չէի անում, Քրիստինես իրաց կեսուր մայրիկի հետ էլ ա մեր տուն եկել, այ կապը այդքան լավն ա մեր մեջին, այ ինքն այդքան լավ աղջիկ ա, լավ մարդ ա, ու ես քանը որ սենց նայում եմ մի տեսակ, հենց գնաց Քրիստինեն մտքերով հետ ընկա դեպի տատու պապիս մոտ հասա, ու դա ինչ ա նշանակում սիրելի հետևորդներ, միակ վայրը, որ ես դժվարությունով եմ գնում միշտ, այդ մի տեսակ ուրիշ վայր ա, այն որ մինչև հիմի չես հարմարվում, որ խոսքի օրինակ գնաս ու չկա տատու պապի տուն, կա ուրիշ տուն, որ ես չեմ հարմարվում, բայց դրանից հետո նես չի, որ այդ տան դուրը փագավ, սյո էլ այդտեղ չկա ոչ մեկ, տատու պապից հետո կա մի հատ լավ անկյուն, որտեղ էլի գնում ես, ընկնում ես հիշողություններիդ գիրկը, ասում ես, խոսում ես ու
Քրիստին այդ ընքան եմ ուրախանում, որ այդ մտքով ենք համակարծիք բան, խոսքը մեր քեռու կնոջ մասին է, ասում եմ քիզ ինչ վատա չէ, որ տատու պապը չկա, այն որ վիզդ ուզում ես թեքես, բայց հոբ հիշում ես, որ հապա քեռոնց տունը, իսկ դե որ տատու պապն լնում են, առաջինը վազում ես տատու պապի տուն, ու այս հենց բաներ, ու դրան զուգահեռ սիրելի հետևորդներ ջան, ես էլ եմ ուզում լավ քեռուկին լնեմ, լավ մարդ լնեմ, անսխալ մարդ չկա, ես էլ ունեմ շատ սխալներ, ես էլ ունեմ թերություններ, բայց հնարավորինս ուզում եմ շտկած լնեմ, լավ լնեմ, հյուրասեր լնեմ, թեպետ ի սկզբանե ես սիրել եմ հյուրասիրություն, հյուրընկալություն, ովքեր ճանաչում են գիտեն, որ դա տենց է, սրանք լոկ խոսքեր չի, կամ նենց չի, որ օնլայն հարթակը մեջ ունես, տենց խոսում ես, չէ, մեր տունը են տունն է, իմ կեսուր կեսրարն էլ են սիրել, կեսուր կեսրարի սորոքել է, դե եկել տատս, մորքուրներս, ու երբեք քեռիս, քեռուս կինը, մի խոսքով իմ բարեկամությունը, հորս կողմի բարեկամները, հորս կողմից մի հրող բերում եմ, մնացածը արդեն մահացել են, ու բախտս տղել է բերել, որ այս տունը հյուրասեր է եղել, ուզում եմ հիշեմ, կիսուրի սորոք, հա, կար, Քրիստինեն գալիս գնում էր երեխեքի հետ, ասում է ինչ էլ սիրուն երեխեք են, մի խոսքով, ու ուրախ եմ, Աստծուն շնորհակալ եմ, որ այս կապը կա, ես էլի ունեմ մորքուրի աղջիկներ, միշտ ասել եմ, չէ, իմ ես էջերի հեղինակը, իմ լավ ու բարի Ամալյանա, թեկուզ օնլայն հեռու, Viber, WhatsApp-ով ես դե շփվում, Աստծուն փառք, էլի գիտեմ ճակատս բաց, կարամ զանգեմ, ասեմ բարև, ոնց ես, նույնը ինքը, այնպես որ, սիրելի հետևորդներ ջան, կյանքը ինչ ամնում, մի լավ գործ, մի լավ արարք, այդ պահին, ոնց ասեմ, պետք չի ուրիշ բաների վրա ուշադրություն դարձնել, ես անգամ բոլորդ գիտեք, որ ալայանք վերև են, բայց ես ասենք իրա վրա այնքան վստահ եմ, որ գիտեմ երբեք ինքը չի նեղանա, ինքը հասկացող է, զանգեց էլ, ասում է, ոնց է չկաս, չես երևում, ասում եմ մեր Քրիսին, հա, բարևի, բան, ինձ մարին ճարժե էլի, մեկыз մեկից ճանաչում ենք, մեկыз մեկիցս տեղյակ ենք, նույնն էլ ես նկատել եք, միշտ իրանց տուն եմ գնացել, միշտ տարել է, պտտել է, զգացել է պահի տակ, որ կարող է սիրտս նեղա կամ ինչ-որ մի բան, ասել է արի նստի տեղ ենք գնում, ուր ենք գնում, հետ չեմ մոռանա, ծննդյանը սորներ ու իրանց տանն էի, ոնց էր համընկել, այդ չեմ կարա հիշեմ, ինչ-որ բժշկի հետ գործ ունեի, ինչ ունեի, ու տենց մի բան իմացել էր, հա, ու կանչել էր, գնացի, դե հետադարձի տաքսին պատվիրելով, ամառվա օր, աշունքվա օր, մինչև ժամը 9 տաքսիներն աշխատում եմ, 9-ի համար տաքսի էի պատվիրել, Ալեքսս պուճուր, 3 թե 4 տարեկան էր կարծեմ, գիտեի, որ մինչև տաքսիները ինքը կբերի, ու ասի գնամ հետ չլնի, համ ժամանակ կանցնի, համ էլ վերջ էլի, լավ կզգանք, ինչ գնաս ու հետ գաս, մեկ են ասում արի գնում ենք, ասում եմ ուր, ասում դու արի, ժողովուրդ նստել եմ իրա մեքենան, ուրա տարել ինձ, իմ ծննդյան օրով, այդ հոլովակն էլ ունեմ, Սևան, կապույտ դեր են հակս, այսօրվա պես հիշում եմ, Այդտեղից ենքում էլ ինչ ասեմ, քամի, ասում եմ քիչ ջան ցուրտ է, քամոտ է, Սևան ավելի քամոտ կլինի, չէ, ասում արի գնացինք,
Այն որ ասում եմ մտքերդ քամուն ես տալիս, իրոք դա ճիշտ եղավ բան, գնացինք, փոխվեց, տրամադրությունը հիհի հահա, նկարվել, ֆոտոսեսիաներ եւ այլն սենց բաներ, նկարահանում, հետո որ արդեն անջատեցի, ասում եմ Քրիստինե, մասնագիտություն ընտրի ու աշխատի հոգեբան, ասում եմ դու չես պատկերացնի, բայց ես այնքան լավ զգացի, որ քո հետ մի բան այն չի ու փոխեց։ Այստեղ ինչ եմ ուզում ասեմ, կարևորը մարդու տարիք չի, կարևորը մարդու հասկացողությունն է, չէ՞ սիրելի հետևորդներ։ Ու հիմի ինքը ինձ էլ ինչ, ոնց չասես քույր, հարազատ իցե լավ է։ Հարազատ կարալնի են ձևի, որ մի խոսքով չեմ ուզում ամեն անգամ նույն բանն ասեմ, դուրս չի գալի։ Եթե ունես քիր ու ախպեր, պետքա սիրես, հարգես, սխալը հավեսով դզես, ոչ թե կամ իրար լեզվով կռվեք, կամ իրար մասպոկեն, չեմ սիրում տենց բաները ես, ինչքան ուզում է մարդու կյանքն ու ճակատագիրը դժվար լինի, ոչ մեկինս էլ հեշտ ոչ միտեղ չի լինում, ուղղակի մենք հեշտացնում ենք, պահ կա վարդագույն ակնոց ենք հագնում, որ այդ պահն անցնի, նորից հանում ենք ու ապրում իրական կյանքով։ Այ Քրիստինե ջան, այսօր ինձ գցեց հուշերի գիրկը, մի համ գնում է, համ երևի տերեսները վառվում, իսկ ես ժողովուրդ ուզում եմ համարձակություն հավաքեմ, մի օր առավոտը վեր կենամ, մի տաքսի վերցնեմ, քեռուս տղու հետ պայմանավորվեմ, որովհետև ես չեմ կարա մենակ գնամ տատու պապիս տուն ու գնամ երբեմն խիղճս այնքան հանգիստ է ալնում, որովհետև մարդուն պիտի սիրես ու հարգես կենթանության օրոք ու մարդուն պիտի այնքան սեր տաս, ինչքանի ինքը արժանիք ունի ու իր արժանիքներից էլ ավել սեր տաս, վեր բարձրացնես, թե վեր տաս, որ թրջի, քեզ էլ իր հետ տանի։ Չգիտեմ, այդքան շատ եմ սիրել ու սիրում եմ, ես իմ տատին, պապին, իմ ինձ լավ կամեցող բարեկամներին, բարեկամ, բարին կամեցող, բարեկամ, բարուն հասնող, բարեկամ, բարի ձեռք տվող, բարի ձեռք բռնող, բարին տվող, բարին վերցնող, այ էտա իմ համար, իմ պատկերացումով բարեկամությունը, այնպես որ կյանքում ճիշտ է, գումարն էլ լավ բան, լավ տունն էլ լավ բան, ամեն ինչն էլ, ամեն ինչի լավն էլ լավն է, բայց այդ բոլորը անցողիկ է, մյուս կողմից էլ որ նայեմ ես, ինչքան ուզում ճաշակ ունենաս, եթե գումարդ չի հերիքում, դու քո ճաշակը չես կարա ցույց տաս, բայց բարեկամությունը ոչ ճաշակով է, ոչ հարստությունով է, ոչ գումարով է, ոչ նվեր տալով, վերցնելով, սպասելով, ակնկալիքով է, իմ համար բարեկամությունը սեր ու հարգանք տալով ու սպասելով է, ինչը որ փառք Աստծո ստացվել է մեր մոտ, ինչի համար որ իրոք ուրախանում եմ ու փառք եմ տալի Աստծուն ու հույս ունենամ այս սիրուն կապը մեր երեխեքն էլ են տանելու։ Այ Միքայելս մեծ տղա, ասում եմ Միքայել ջան, դու միշտ հաշվի առ, որ Ալեքսն էլ է, մի սենց պուճուր, ձեր բարեկամ, ասում է, հա մորքուր, մեր դվայորըտնի աղբերն է, բա իմ համար դա ինչ արժե, բա ոնց չասեմ շնորհակալություն իր պապային ու մամային, որ այդ ձևի առողջ մտածելակերպով դաստիարակում են իրանց բալիկներին, են էլ 5 հատ, կկրկնվեմ ու չեմ ալարի, ժողովուրդ իրանց 5-րդ երեխուն իրանք սիրում են որպես առաջնեկ, այն որ կա չէ, ասում է մեկը մեկի շորով կմեծանա, ոչ,
իրանց տանը ամեն երեխան ունի իր բոլոր անհրաժեշտ պարագաները։ Այդ ձևի լավ օրինակելի ու ցուցանելի ընտանիք են իրանք իմ համար, ես հպարտանում եմ իրանցով, ես սիրում եմ իրանց շատ, երևի թե դեռ մի երկու օր էլ կխոսամ իրանց մասին, ձեզ ասեմ այս պահի համար այսքանը, հետո արդեն վաղվանից կամ գուցեև մի քանի ժամից կսկսեմ իմ վերևի հարգի ու բորկեն մինչև ներքև։ Լավ եղեք, միշտ սիրով եղեք ու բարեկամասեր եղեք, սաղ սուտա էտա մնալու։